Օկուպացված Արցախում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն եւ կովկասագետ Հովիկ Ավանեսովը հայտնում է Արցախում մզկիթների ոչնչացման առաջին դեպքերի մասին։ Մինչև Արցախի օկուպացիան Արցախի տարածքում գտնող բոլոր մզկիթների եւ ընդհանրապես իսլամական այդ ժառանգության հետ կապված Ադրբեջանը որևէ աղերսներ չունի, չնայած ադրբեջանական պետական քարոզչամեքենան այդ մզկիթները վերնկվում է որպես ադրբեջանական մշակութային, այսպես ասած, ժառանգություն, անգամ այն մզկիթը, որը վերջին շրջանում արբանյակային այդ լուսանկարների միջոցով արձանագրվեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ապրվակի տակ ոչնչացվել են։ Սոցիալական հարթակներում հանրության քննարկումներին ծանոթանալով Հովիկ Ավանեսովը նկատել է, որ ոմանք հակված են կարծելու, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեգ գյուղի մզկիթի ոչնչացումը շփոթմունք է եղել, քանի որ այն ճարտարապետական հորինվածքով նման է Արցախի բազմաթիվ գյուղերում կանգնեցված միանավ ու բազիլիկ եկեղեցիների կառուցվածքին։ Սակայն կովկասագետը բացառում է այս տեսակետը, քանի որ մզկիթի վրա առկա էր շինարարական արձանագրություն։ Շփոթմունք հնարավոր չի տեղի ունեցած լինի այն պատճառով, որ մզկիթի վրա առկա էր շինարարական արձանագրություն, որտեղ որ մզկիթի մասին տեղեկատվություն կա պարունակող եւ լուսանկարները դեռևս 2009 թվականին եւ արձանագրության եւ մզկիթի հրապարակել էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Մինչեւ Արցախի օկուպացիան գտնում էին բավականին բարեկարգ վիճակում, անգամ Շուշի վերին մզկիթը պետական եւ մասնավոր ներդրումների միջոցով պետական միջոցներից բացի Բաքվում գերեվարված ազգային բարերար Ռուբեն Վարդանյանն է նաեւ հովանավորել մզկիթների տեսքը պահպանելու եւ բարեկարգելու համար։ Ռուբեն Վարդանյանի ու նկատմամբ շինծուտատական պրոցեսների բաներից մեկը Չակերտյալ մեղադրանքներից մեկը նաև մշակութային վանդալիզմի հետ է կապված, որը բավական սարեստալի մեղադրանք է, հենց այն պատճառով, որ հենց Ռուբեն Վարդանյանը հիմնադրամներից մեկն է եղել նաև աջակցողը Շուշիում այդ վերականգնողական աշխատանքների, որին նաև իրանական փորձագետներ են ներգրաված եղել եւ խոսում է մասին, որ այդ աշխատանքները բոլոր չափորոշիչներին համապատասխան էին իրականացվել։ Տարածվող տեղեկատվության համաձայն Այգեգ գյուղի ոչնչացված մզկիթը թվագրվում է 1890-ական թվականներով։ Կովկասագետը նաև հիշեցնում է, Արցախում գտնվող մզկիթների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները նոր չեն։ Դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ նոյեմբերի 1-ին Շուշիի հերթական ռմբակոծության ժամանակ հենց Շուշիի վերին մզկիթը, որը Գոհար Աղայի անվան մզկիթ է նաև հայտնի, եւս որոշակի վնասներ է հասցվել։ Այդ մասին համապատասխան փաստեր եւ լուսանկարներ կան հրապարակած, որոնք նաև մեր հրապարակած այդ տեղեկատվության մեջ եւս օգտագործեցինք։ Հովիկ Ավանեսովը նաև ներկայացնում է, թե ինչ մշակութային ցեղասպանություն է Ադրբեջանը իրականացրել Արցախում օկուպացիայից հետո։ Մզկիթների ոչնչացման հետ կապված սա փաստագրված ոնց որ առաջի դեպքն է, նման տեղեկատվություն դեռ հրապարակված չեմ հանդիպել։ Եկեղեցիների հետ կապված 6 եկեղեցի կա, այսպայթան որ հիմնովին ոչնչացված են, 10-ից ավելի գյուղեր են ոչնչացվել ամբողջությամբ, Ստեփանակերտի մոնումենտալ հուշարձանների 99%-ն է ոչնչացված, վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրի ճակատագիրը, որը ամբողջովին ցուցապաստառներով է փակված եւ տեսանելի չէ թե ադրբեջանական կողմը այնտեղ ինչ աշխատանքներ է կատարում Չակերտյալ, բայց
կարող ենք ենթադրել ծանոթինելով ձեռագրին, որ ամենայն հավանականությամբ շատ մեծ է վտանգը, որ այդ հուշահամալիրը եւս կոչնչացնեն։ Քարինտակի հադրութի բազմաթիվ ճյուղերի հուշահամալիրների նման Մարտակերտի շրջանի Վանքի ճյուղի հուշահամալիրը եւ ոչնչացրեցին Աշկերանի հուշահամալիրը, երբ որ ոչնչացրեցին փաստերը շատ են։ Տասնյակ ամբողջական թաղամասեր են հողին հավասարեցվել Ստեփանակերտում, այդ թվում նաև պատմական թաղամասը Ստեփանակերտի Թումանյան փողոցի այդ հատվածը, որտեղ այսպես կոչված հաղթանակի պուրակն է կառուցվում ադրբեջանցիների կողմից։ Եթե հաշվարկելու լինենք 2020 թվականի պատերազմից մինչ օրս ընկած ժամանակահատվածը, ապա փաստագրված վանդալիզմի դեպքերը 800-ի սահմանը անցնում են։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գնահատմամբ սա հստակ ցուցիչ է, որ խնդիրը ազգային պատկանելիությունը չէ, այլ պետական դարձած մոտեցումը, որ միտված է տարածքային քաղաքական բռնազավթումը ամրապնդելուն մշակութային միջավայրի յուրացման եւ ոչնչացման միջոցով։